Ներքին օրգանների հեռացումը հատկապես և մասնավորապես կանացի վիրահատությունները, կանացի օրգանների շատերը կատարում են առանց գիտակցելու և առանց իրենց ներքին օրգանների նկատմամբ գիտելիքներ ունենալու և շատերին նույնիսկ չեն ասում, թե ինչ հետևանքներ կլինեն նույն վիրահատող վիրաբույժը, նույն հեռացնող վիրաբույժը չի ասում, որ հնարավոր են ավելի ծանր հետևանքներ ունենան և ավելի բարդ խնդիրներ։ Երկու տարբերակներում էլ կատարում են, այսինքն մեկ այլ բան է, որ հնարավոր է հիվանդությունը բժշկել, այդ դեպքում վիրահատությունը դա անընդունելի է կատարել, մեկ այլ բան է, որ հիվանդությունը հասել է այն մակարդակի, որ անհրաժեշտություն է վիրահատել, որը շատ քիչ տոկոս է կազմում։ Հիվանդությունների այսօր հիվանդությունների մեծ մասը լինում է բժշկել կամ մինիմում կանգնեցնել հիվանդությունը, այսինքն որ պացիենտը ապրի, օրգանական փոփոխությունները, որոնք կատարվել են, դրանք կանգնում են աճը, փոքր ինչ հետընթաց է ապրում և պացիենտի կյանքին արդեն և որակին առանձնապես հատուկ վնաս չի հասցնում։ Եվ լինում են դեպքեր, որ հնարավոր է լինում բժշկել հիվանդությունը, այդ դեպքում ընդհանրապես պացիենտի կյանքի որակը և տևողությունը նորից գալիս է նորմայի։ Ինչու են իրենց օրգանների նկատմամբ շատ պացիենտներ արհամարհական վերաբերմունք ունենում, դա նրանից է, որ շատերը կարծում են, որ այդ տվյալ ներքին օրգանը, եթե իր արտաքին ֆիզիոլոգիական արդեն գործառույթը դադարել է, այսինքն չի կատարում իր գործառույթները, ապա ֆունկցիոնալ, ներքին ֆունկցիոնալ գործառույթներ չունի, դա շատ սխալ մտածելակերպ է և սխալ մոտեցում։ Ցանկացած ներքին օրգան, նույնիսկ եթե արտաքնապես իր ֆունկցիոնալ գործողությունները, այսինքն դադարեցվել են, դա չի նշանակում, որ ֆունկցիոնալ ներքին աշխատանքը չի կատարվում։ Նույնը կանացի օրգանների, նույնը նաև մեկ այլ, օրինակ փայծաղը շատերին հեռացնում են առանց գիտակցելու, որ ծանր հետևանքներ պետք է ունենան։ Կանացի օրգանները ձվարաններով հեռացնում են, արգանդը, ձվարանները առանց գիտակցելու, որ ամբողջ հորմոնալ ֆոնն է փոխվելու և օրգանիզմը չի կարող առնելու նորմալ ֆունկցիոնալ առումով նորմալ ապրել։ Այսինքն կենսական ուժից վերցվում են որոշակի զենքեր, որոշակի գործիքներ և ոնց որ թողեն, որ կենսական ուժը սկսի ապրել, բայց կենսական ուժը լրիվ մեխանիզմները խախտվում են, լրիվ մեխանիզմները և կանացի օրգանները հեռացնելուց շատերի մոտ առաջանում է խրոնիկ հիպերտոնիա, հորմոնալ խախտումներ, ճարպակալումներ, ածխաջրերի յուրացման խախտում և փոխանակության խախտում և այլ հիվանդություններ են առաջանում, նույն ողնաշարի հետ կապված, նույն մկանների հետ կապված և ինչ է ստացվում, որ միոման հեռացնելով, բուժելու տեղը առաջանում է խրոնիկ հիպերտոնիա և այդ կերաճը ֆիբրոզ, որ եղել է, կարող է տարածվել արդեն մեկ այլ օրգան, և այլն և այլն։ Այսինքն այստեղ կարևորը այն է, թե արդյոք հնարավոր չէ բուժել, բժշկել, քանի որ կա բժշկման մեթոդ, այսինքն նույն կանացի խնդիրների դեպքում հնարավոր է բժշկել հոմեոպաթիկ մեթոդով, որը դեղորայքային մեթոդների մեջ չունի ալտերնատիվը մինչ օրս, և հոմեոպաթիկ մեթոդը միակ անվնաս մեթոդներից է, որը չունի կողմնակի ազդեցություններ, այսինքն պացիենտին նախ և առաջ վնաս չի տրվում, այսինքն բուժման ժամանակ չունի կողմնակի ազդեցություն, որպեսզի առողջությանը վնաս լինի և ունի բժշկման մեթոդ, որը մաքսիմում է, որ լրիվ հիվանդությունը դուրս հանի, այսինքն մինիմումը վնաս չի տալիս
մաքսիմումը, որ լրիվ հիվանդությունը դուրս է հանում, դա արդեն կապված է տվյալ դեպքից, տվյալ հիվանդությունից և տվյալ պացիենտից։ Եվ ներքին օրգանների հեռացումը կարճ ժամկետով կարող է պացիենտին թվալ, թե կարճ ժամկետով ինքը ազատվեց այդ հիվանդությունից, բայց իրականում հիվանդություն այդտեղ չլինի։ Շատ պատալը մտոններ ու ընդհանրապես հերձողների շրջանում, երբ որ դիակները հերձում են, նրանք շատերը մասնագետներից գիտեն, որ պացիենտը շատ դեպքերում մահանում է ոչ թե օրգանական փոփոխությունից, այլ այն օրգանի պատճառով, որը դեռ փոփոխության չէր ենթարկվել։ Այսինքն ցիրոզի դեպքում շատ է լինում, որ մահանում են ստամոքսի հիվանդությունից, բայց պարզվում է, որ լյակն էր օրգանական փոփոխման ենթարկվել, քան ստամոքսը։ Լինում է միոմաներ ունեն, բայց սիրտն է կանգնում, լինում է ցիրոզ ունեն, բայց սիրտն է կանգնում։ Այսինքն հիվանդությունը կարող է մեկ այլ տեղ լինել, բայց օրգանական փոփոխությունը մեկ այլ տեղում։ Միոմաների դեպքում հիվանդությունը կարող է թաքնված լինել վահանաձև գեղձում, ոչ թե արգանդում, կարող է թաքնված լինել լորձաթաղանթների խրոնիկ բորբոքման մեջ, նույն արգանդում, կանացի օրգաններում, կարող է լինել կալցիումի, ֆոսֆորական ու կալցիումական աղերի յուրացման անկումից, այսինքն պատճառները շատ են, բայց և ստրեսներից, ստրես կոնֆլիկտներից, պատճառները շատ են, բայց արտահայտումը այդ հիվանդության արգանդում է։ Արգանդը հեռացնելով կամ միոման հեռացնելով արտահայտումն է ասում, այսինքն ախտանիշը, բայց հիվանդությունը մնում է, ավելի է թաքնվում, հիվանդության ախտանիշները ավելի ներս են։ Եվ այդ ձևով, այսինքն ժամանակավորապես հեռացնելով օրգանական փոփոխությունները, մարդը իրականում ոչ թե ազատվում է հիվանդությունից, այլ ավելի է բարդանում հիվանդությունը։ Եվ բուժման ժամանակ այդ դեպքում ավելի է դժվարանում բժշկելը, քանի որ ախտանիշները պետք են, որպեսզի հիվանդությունը և ճիշտ արտահայտվի իր ձևով և գտնվի հիվանդության պատճառը հիմքը և հիվանդությունը դուրս գա։ Առանց ախտանիշի հիվանդությունը դուրս հանելը ավելի դժվար է և ճանաչելը հիվանդությունը ավելի դժվար է։ Նույնը վերաբերում է շատ փորձեր են եղել, երբ որ պացիենտներին ասել են, թե ձեր գոտկատեղը միոմայի պատճառով է ցավում, պետք է հեռացնենք, որպեսզի ցավը անցնի։ Հեռացրել են, բայց ցավը գոտկատեղի մնացել է, որովհետև այո, այդ հիվանդության հետ է կապված գոտկատեղի ցավը, բայց գոտկատեղի ցավը ճիշտ է, միոման հեռացեցին, բայց հիվանդությունը չհեռացեցին, դրա համար գոտկատեղի ցավը մնաց։ Այնինչ, եթե բժշկվեր ճիշտ, ապա միոման ու գոտկատեղի ցավը միաժամանակ իրենք պիտի քչանային ու անցնեն։ Այսինքն ճիշտ բուժումը, երբ որ կոմպլեքսային է, և շատ դեպքեր կա, նույնը վերաբերվում է մյուս ներքին օրգաններին, բայց հատկապես կանացին, երբ որ կինը ասենք 60 տարեկան է, 50 տարեկան է, 70 և կարծում է, թե իրեն այդ ձվարանները պետք չեն, արգանդը պետք չէ, իրականում դա մեծ սխալ է։ Դրանք պետք են մինչև մահ, որպեսզի ինքը առողջ և հոգեվիճակով, որովհետև ամեն օրգան կապված է որոշակի էմոցիոնալ կենտրոնի հետ, ամեն օրգան կատարում է իր ֆունկցիան և հորմոնալ առումով, և ֆունկցիոնալ առումով, և արյան շրջանառության առումով։ Արյան շրջանառությունը լրիվ խախտվում է։ Դա նաև շատ է վնասում մյուս օրգաններին, այսինքն եթե մի օրգանում արյան շրջանառությունը խախտվեց, դա ազդելու է մյուս օրգանների վրա, այսինքն խախտվել է նաև մյուս օրգաններում, և այնտեղ, որտեղ արյան շրջանառությունը խախտվում է, այնտեղ առաջանում են հիվանդություններ։ Այսինքն և արյան ներհոսքը պետք է նորմայի մեջ լինի, ոչ ավել, ոչ պակաս, և արյան հոսքի արագությունը պետք է նորմայի մեջ լինի կոնկրետ օրգաններում և երակային համակարգում, և զարկերակային համակարգում։ Կանացի օրգանները հեռացնելը միայն այն դեպքում, եթե բուժումը կամ հիվանդությունը հասել է, այսինքն վտանգավոր է դարձել մարդու համար, կյանքի համար, բայց այդ դեպքերը շատ քիչ են, հիմնականում մեծ մասում լինում է բժշկել,
մանավանդ այսօր էնդոմետրիոզի դեպքում, երբ որ էնդոմետրիոզը շատ արագ բժշկում է հոմեոպաթիայի միջոցով, նույն կիստաները ծվարանների, նույն միոմաները և կրակալումները նաև արգանդում, դրանք բոլորը նույն պոլիպները ընդհանրապես այրել, հեռացնել չի կարելի և այդպիսի խնդիրները լինում է շատ արդյունավետ բժշկել հոմեոպաթիայի միջոցով առանց հեռացնելու որևէ օրգան ու առանց վնասելու պացիենտին և առանց վնասելու նրա այսինքն և կյանքի տևողությունը իրականում ավելանում է, և կյանքի որակը, և ներքին վիճակը մարդու, և հոգեկան վիճակը, բժշկելուց նաև հոգեկան վիճակն է կարգավորվում շատերի մոտ, առողջ եղեք։